ինչ են անում իշխանությունները սրա հետ կապված, ինչ մտահոգություններ ունեք, արդյոք Սյունիքը կարող է այս իրավիճակում։ Դե Իրանի հետ կապված կարծում ՄԱԳՆ-ի հայտարարությունից զատ եւ իմ հայտարարությունից զատ որևիցե բան ավելացնելու չկա, ցավալի է, ուշով հետևում ենք, բայց այս պայծրությամբ տենց մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենա մեր հարևանի հետ հարաբերություններին, որովհետև նախ եւ առաջ դուք գիտեք, որ խոսակցությունը շարունակվում է եւ կան կոնկրետ գործընթացներ, որոնք որ հիմա ընթացքի մեջ են եւ նման բան այս պայծրությամբ մենք չենք տեսնում։ Բայց գնահատել եք։ Իհարկե, հենց ամենահենց նույն րոպեին։ ԱԳՆ-ի հայտարարությունը վարչապետը հանդիսանում է կառավարության ղեկավարը։ Դուք ասում եք գնահատել եք, այո, գնահատել ենք, քննարկել ենք, հենց գործողությունները սկսվելու անմիջապես հետո շատ վաղ ժամի, կարելի ասել լույսը չբացված, այո, քննարկել ենք եւ ինչի հետ կապված պետք է մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ եւ այս պայծրությամբ որևիցե բան, որ ավելացնելու կա բացի ԱԳՆ-ի հայտարարությունից չկա։ Այո, հենց այ առաջի րոպեներից, ոչ միայն Ադրբեջանի սպասվող, այլ նաեւ հետագա հնարավոր զարգացումները հենց Իրանի ներսում, մեր սահմանների վրա պետք է ասեմ, որ այս պայծրությամբ որևիցե հոսք ընդեղից չկա, մեր սահմանը որևիցե նման բան չի արձանագրել եւ մնացածը արդեն գիտեք, էլի ավել բան չես։ Չլսեցի։ Ադրբեջանում հայեր են մնացել։ Ադրբեջանում։ Այո, Ոտանավի հետ կապված, այո։ Ստեղել ադրբեջանցիներ են մնացել, գնացել են, չէ, այս բանը։ Հա, մնացել էին ու գնացել են, չէ, մնացել են, որ գնացել են։ Չէ, այս բանը որևիցե տեղեկություն չունեմ, ճշտեմ ասեմ, հիմա ինչ որ չգիտեմ, չեմ կարող խոսել ինչ։ Թե թիվ 1 ռիսկը է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրների ներառվածությունը մեզ ստաբիլ հարևան է պետք եւ ինչ որ տեղի է ունենում մեր համար անընդունելի է։